Շատ անթուր տպավորություն ունեցա ես Դորց ալիքին Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի տված հարցազրույցի մի երկու դրվագին հետևելիս։ Այն մի դրվագին, որ ասում է, թե Հայաստանը Ռուսաստանի Դաշնությանը չի արտահանձնի քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց, այդ մի տեղը ինձ դուր եկավ։ Թեպետ քաղաքական ռիսկերի տեսանկյունից շատ ռիսկային բան է ասել։ Այսինքն հարցը տրվում էր այնպես, թե Հայաստանում եղող Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների արտահանձնելու բանի մասին հարցեր հնչում, այդտեղ պարոն Սիմոնյանը հիշեցրեց, որ Ռուսաստանի Դաշնությունում կան Հայաստանում տարբեր քրեական գործերով հետապնդվող բազմաթիվ հետախուզվող բազմաթիվ պաշտոնյաներ, նախկին պաշտոնյաներ, ակնարկեց, որ ոնց որ թե Ռուսաստանը չի վերադարձնում իրենց այդ մարդկանց Հայաստանին, չթվարկեմ, մի ավտոբուս մարդ է էլ այնտեղ, Եվ ասաց, որ չի արտահանձնի քաղաքական դրդապատճառներով հետապնդվողներին։ Այսինքն Հայաստանի ազգային ժողովի նախագահը իմ հիշելով Հայաստանի պաշտոնյաներից այն առաջինն է ժամանակագրական իմաստով, որ խոսում է այն մասին, թե Ռուսաստանի Դաշնությունը քաղաքական հետապնդումներ է անում։ Ինչ է սա արժենալու Հայաստանի վրա, չգիտեմ ես, էլի, շատ ասենք կարող է Կրեմլից սկսեն ղժղժալ, եկուտ Զախարովային միկրոֆոնը կողեն բերանը, մեղայասու, մոտեցնեն բերանին, ինքն էլ ասի, այդ ոնց որ թե թշնամական վերաբերմունք բան լինելու է, այդ հաչոցը լինելու է, ասեն այդ չհասկացանք, այդ ոնց թե քաղաքական դրդապատճառներով ով է հետապնդել Ռուսաստանի Դաշնության մեջ ինչ-որ մեկին, որ նման բաներ է ասում գերաշնորհ վերապատվելի Ալեն Սիմոնյանը։ Սիրելի ժողովուրդ, խնդրում եմ լայքել եւ բաժանորդագրվել ալիքը։ Դրանով դուք կնպաստեք, որ հաղորդումներն ավելի շատ մարդ տեսնի։